Սիրելի իմ ժողովուրդ, հրաշք բաղադրություն էի ասել, որ երմանջուր մեջը լցնել իհարկե մեկ քանի կաթիլ յոդ, 2-3 կաթիլ, այնուհետև քացախ, խնձորի պատրաստած մաքուր ձեր տնական քացախը, մեկ թեյի գթալ և իհարկե մեղր։ Մեկ թեյի գթալ։ Այն մարդը, որը ունի շաքարային դիաբետ, կարող է կես գթալից նույնիսկ շատ ավելի քիչ ավելացնել մեղր, որովհետև մեղրը բոլորս գիտենք շաքարային դիաբետիկներին շատ վատ է, բարձրացնում է շաքարի տոկոսը, բայց նույնիսկ անգամ մեկ թեյի գթալը չի խանգարի ամեն առավոտյան, որ իրենք եթե քայլեն, եթե էներգիա ծախսեն, օրը մեկ թեյի գթալը նույնիսկ այդքան էլ վտանգավոր չէ։ Մեզ հարցեր է եղել և շատ նեղված հարցեր, որ մեղրը թույն է, ինչու եք դուք լցնում եղմանջրի մեջ, այն վերածվում թույնի։ Մեղրը երբեք թույն չի կարող լինել, իմ շատ սիրելի ժողովուրդ, ես այն մարդը չեմ, որ դες թույն տամ, բայց ավելացնեմ։ Այստեղ կարելի է նաև շաքարավազ ավելացնել և նաև մեղր, բայց այդ միշտ նախընտրում եմ մեղր և ես իմ տանը չունեմ շաքարավազ։ Մեկ պատճառ, երկրորդը, խնձորի քացախը չափից ավելի վատ է անդրադառնում յուրաքանչյուր մարդու ստամոք ծաղիկային տրակտի վրա, մանավանդ եթե կա թթվայնության բարձր վիճակ, մանավանդ եթե կա այնտեղ բորբոքում, լորձաթաղանթի և այլն, եթե կա այնտեղ խնդիրներ։ Դրա համար մենք քացախին ավելացնում ենք մեղր, որպեսզի քացախը դարձնի հիմնային, այսինքն այն երբեք աղեստամոքսային տրակտի վրա վատ չանդրադառնա, բայց նաև իր գործը կատարի լրիվ ամբողջ օրգան համակարգերով, այլունով, մանավանդ եթե տաք ենք խմում, այն իջեցնում է խոլեստերինի քանակը, այն լավացնում է վահանաձև գեղձի ֆունկցիան, ամբողջ օրգանիզմի մատորիկը, որը պետք է խթանի և նորմալ աշխատեցնի, և ամենակարևորը իմ շատ սիրելի ժողովուրդ, քացախը, երբ մեղրով խառնում ենք, այսինքն քաղցրով խառնում ենք, այն դառնում է օրգանիզմում հիմնային, այսինքն pH-ը երբ նորմալ է լինում, pH բալանսը նորմալացնում է, ապա այդ դեպքում ուռուցքային հիվանդությունները վերանում են։ Իմ սիրելի, իմ հարազատ կանայք, որոնք աշխատում են ինչ-որ միտեղ, մի փոքր թերություն գտնել, իհարկե ես թերություններով եմ, բայց այդ չի նշանակում, որ ես կարող եմ վատ բաղադրատոմս ասել։ Գուցե ժամանակը իմ չի ներում, որովհետև Facebook-ը տալիս է մի քանի վայրկյան և րոպե, որպեսզի կարողանանք մենք ամբողջը ձեզ տալ, բացատրել, բայց եթե ուզում եք բացատրություններ, խնդրեմ, ես իմ կենտրոնում եմ բժշկական, կարող եք գալ, կարող եք զանգահարել և այդ բաղադրության բացատրությունը ինչ մանրամասնորեն ես պատրաստ եմ ձեզ բոլորին ասել։ Սիրում եմ այնուամենայնիվ ձեզ, դա կապ չունի։ Ուզում են թերություն գտնել, ուզում են չգտնեն, ուզում են սիրեն, ուզում են չսիրեն, ես միևնույն է իմ հայազգից աշխարհում երբեք չեմ գտնի և ինքը ամենալավ ազգն է, սիրում եմ ձեզ։